Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Բարև ձեզ Լիլիթ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում գյուղ ոսկեհատ։ Շատ ուրախ եմ, բարով եք եկել, սիրելի Վահան, սիրելի Դավիթ եւ սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալություն հրաշալի ընդունելության համար, կարծում եմ արդեն կարելի է ներս գալ։ Համեցեք։ Հերվում նստած է ձեր հայրիկը, բարև ձեզ։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շնորհակալություն։ Լիլիթ, ինչու ոսկեհատ։ Այդպես ստացվեց, որ մենք մի ինչ-որ փուլից տեղափոխվեցինք արդեն այս տուն ու ես այստեղ իրականում շատ չեմ ապրել, որովհետև ես արդեն ուսանող եի ու տեղափոխվեցի Երևան վարձով ապրելու, ինչպես ուսանողների մեծ մասը, բայց այս տունը շատ-շատ սիրում եմ, իմ հանգստությունն է այստեղ։ Արմատներով, այսինքն ոսկեհատից չեք։ Ոչ, արմատներով մայրիկս է ոսկեհատից։ Եվ հայրիկիս կողմը արդեն նոր Երձնկագյուղից, որը էլի աշտարակի կողքին է։ Մոտ է, Հարևան գյուղն է։ Դե հիմա խոսենք արդեն մի փոքր ձեր գործունեության մասին, Լիլիթ։ Խոսենք, ինչպես գիտեք, ես այս պահին զբաղվում եմ հեռուստալրագրությամբ, հեռուստամեկնաբան եմ, հեռուստալրագրող։ Եվ դա ոչ միայն ուղղակի այս պահին իմ զբաղվածությունն է, այլ իմ էությունը, ուղղակի հանրային լինելը, մարդկանց հետ միշտ կապի մեջ լինելը, դրա համար նույնիսկ այն փոքր հատվածում, երբ չեմ զբաղվել, այնուամենայնիվ եղել եմ հանրային, արդեն սոցիալական հարթակներում, հիմա տարածված Instagram-ում, TikTok-ում եւ այլն եւ այլն։ Դա ոչ թե ուղղակի ժամանակի պահանջին համապատասխան լինելու համար էլ, այլ ուղղակի մարդկանց հետ իմ կապը չխզելու։ Կարող ենք խոսել պատճառների մասին, ինչու որոշակի ժամանակ չկայիք եթերում։ Իրականում կարող ենք, ինչ-որ տաբու թեմա բնականաբար չկա, ուղղակի ֆիզիկական եւ հոգեբանական հոգնածություն, նորմալ է, գյուղի համար մեղուները։ Այո, շատ։ Եվ այստեղ ամեն ինչ շատ բնական միջավայրում է, սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ ամեն ինչ դուք կտեսնեք այստեղ։ Տեսարանն էլ է շատ գեղեցիկ իդեպ։ Շատ մեր այգին իդեպ հայրիկս է մշակում իր ձեռքով։ Իսկ լեռները, որոնք շրջապատում են այս տարածքը, որոնք են կնշեք։ Արալեռ այնտեղ տեսնում եք։ Այո։ Շատ հայտնի, գիտեք, նման է պարկած Արագեղեցիկին, այո։ Եվ Արարատը մեր հրաշք։ Ահա, անմիջապես ձեր թիկունքում։ Պես առավոտները արթնանում եմ, այն օրերին, երբ այստեղ եմ լինում, ու անպայման իմ սուրճը խմում եմ այս տեսարանով։ Մեղուները շեղեցին մեզ մեր հիմնական թեմայից, որովհետև անցում կատարեցինք դեպի բնություն, բայց ձեր գործունեության մասին էինք խոսում, ասացիք տաբու թեմա չէ։ Հա, իհարկե։
Ամեն դեպքում բնական հոգնածություն, այդպիսի հասկացություն կա մասնագիտական այրում, ինչ որ շրջան, երբ որ շատ ինտենսիվ զբաղվում ես քո մասնագիտությամբ, դա գիշեր, ցերեկ եւ անընդհատ այդ ամեն ինչի մեջ ես, ցանկացած մասնագիտության դեպքում կլինի, չգիտեմ, բժիշկ, հեռուստահաղորդավար, դերասան, օպերատոր, դու բնականորեն ունենում ես այդ հոգնածության զգացումը եւ ուզում ես ուղղակի ինչ-որ ընթացք դադար առնել։ Հատկապես երբ որ այդ ընթացքը կանանց դեպքում համընկնում է երեխայի փոքր լինելու հետ եւ այլն, շատ բնականորեն է դա ստացվում։ Անցումը ինչպես եղավ ձեզ մոտ հեռուստատեսությունից դեպի համացանց։ Նույնը չէ ամեն դեպքում, որովհետև այդտեղ դուք եք ձեր ռեժիսորը, ձեր սցենարիստը, ձեր օպերատորը, իսկ այնտեղ բոլորը արդեն պատրաստ սպասում են ձեզ։ Խոսենք նաև այդ անցման մասին, ինչպես դա եղավ։ Ես իմ բոլոր այդ հմտությունները հեռուստատեսությունից հավաքած, վերցրի գիրկս եւ եկա համացանց, իրականում համեմատած շատ շատերի, ինձ համար շատ հեշտ է եղել, որովհետեւ ես իմացել եմ ինչից խոսել, որ մարդկանց հետաքրքիր լինի, ոնց նկարել, որ մարդկանց հետաքրքիր լինի, ինչպես հետկադրային ձայնագրել, որ մարդկանց հաճելի լինի լսելը եւ այլն։ Այդ առումով ես մի քիչ ավելի ուրիշ դիրքերից եմ սկսել, քան մյուս բոլորը, ովքեր չեն եղել այդ ոլորտում ու այնուհետև որոշել եմ մտնել այդ ոլորտ, ինչը իդեպ շատ ողջունում եմ, ես միշտ իմ էջում էլ անդադ ասում եմ, որ երբեք չկոմպլեքսավորվեք, մտածեք, որ ուշը արդեն սկսելու համացանց զարգացնելը ձեր էջը եւ այլն, միշտ ասում եմ, որ գնացեք այդ ուղղությամբ, դա հրաշալի տեղ է տանում։ Լուրերի մեկնաբանից դարձաք ինֆլուենսեր բլոգեր։ Այո։ Ինչպես նաև կոնտենտ ստեղծող, համենայն դեպս ձեր բիոյում այդպես էր գրած, որ դուք ստեղծում եք նաև տարատեսակ կոնտենտներ։ Կան մարդիկ, ովքեր ձեզ դիմում են հատուկ իրենց էջերը զարգացնելու համար, թե այդ մակարդակին դեռ չեք հասել։ Իրականում կային, մինչև իմ վերջին շրջանում նորից սկսել է հեռուստատեսային գործունեությունս, բայց բնականորեն այլևս ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում, այսինքն ամբողջ զբաղվածությունս այլևս հեռուստատեսությունում է, առավոտից երեկո եւ ուղղակի անհնար է հասցնել, բայց իրականում շատ սիրում եմ ստեղծելը եւ բիզնես կոնտենտ եւ պարզապես ստեղծագործական, օգնելը մարդկանց բացատրել ինչպես իրենց էջերը զարգացնեն եւ այլն։ Լիլիթ, իսկ լուրերի մեկնաբան լինելը հեշտ գործ է, թե ոչ, որովհետև ծանոթանում եք լուրերի, որոնք դուք պետք է առաջին ձեռքով մատուցեք մարդկանց եւ այդտեղ ձեր վերաբերմունքը այդ լուրին, ձեր զգացողությունները այդ լուրի նկատմամբ, ինչպիսին են դրանք։ Տեսեք, անցել են վաղուց ժամանակները, երբ ասում էին, որ լուրերի մեկնաբանը դա շատ չեզոք մեկը պետք է լինի, որ պարզապես ինքը լուրերը այդ ժամանակները նախորդ դարում են մնացել ուղղակի։ Մի քիչ քանի որ մենք Հայաստանում ամեն ինչով մի քիչ հետ ենք այդ ամենից, մեզ մոտ դեռևս ինչ որ չափով պահպանվում է այդ մտածողությունը, բայց համենայն դեպս ես շատ դեմ եմ դրան, որովհետև այդ լուրերի մեկնաբանը հիմնականում նաև այն մարդն է, ով ինքն է ճշտում այդ լուրերը, չգիտեմ, ինքն է ստեղծում երբեմն այդ լուրերը, այսինքն ինքը լրիվ վերացարկված չի կարող լինել այդ լուրերից ու զրո էմոցիա ունենալ այդ լուրի նկատմամբ, հատկապես մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ, որտեղ շատ էմոցիոնալ է ամեն ինչ, ու մենք հայերս շատ էմոցիոնալ ենք, անհնար է այդ շատ քարացած վիճակով լինել, իսկ հեշտի ու դժվարի հետ կապված, կասեմ, որ յուրաքանչյուր գործի մեջ մարդն է ընտրում, դա հեշտ է այդ գործը, թե չէ։ Ցանկացած գործի, եթե ինչ-որ ձեռի հետ վերաբերմունք լինի, վստահեցնում եմ, ցանկացած գործ հեշտ է։ Չգիտեմ, բժշկի գործը, որը այդպես ձեռի հետ է բժիշկ, եթե այդպես լինում է, բայց ինձ թվում է լինում է, դա հեշտ է, բայց եթե բժիշկը որոշել է, որ ինքը իսկապես իր գործի մեջ պիտի լավագույնը լինի, դա շատ դժվար է։ Նույն կերպ չգիտեմ, դերասանի դեպքում էլ համոզված եմ, որ շատ դերասանների համար դա մի հեշտ մի բան է, էլի, բայց շատերի համար էլ չէ։ Այսինքն դա ինչ որ օբյեկտիվ երևույթ չի, հեշտն ու դժվարը։ Դրա համար ես չեմ կարող ասել դա հեշտ է, թե դժվար։ Ինձ համար դժվար է, որովհետև ես այդ ամենը իսկապես իմ գլխի միջով անցկացնում եմ ու նոր եմ տալիս մարդկանց։ Ես ապրում եմ այդ ամենով։ Եղել է ձեր գործունեության ընթացքում որևէ լուր, որը հրաժարվել եք մեկնաբանել կամ եթերում խոսել դրա մասին։ Հրաժարվելու աստիճանի հասնելու խնդիր ուղղակի չի եղել, որովհետև որոշումները կայացվում են միասին եւ ես այդ որոշումներ կայացնողներից մեկն եմ, այսինքն նաեւ ես եմ որոշում այդ լուրը
պետք է հեռարձակվի, թե ոչ, դրա համար այդպիսի գործունեության պահ չի եղել, որ ասեն, այս լուրը պիտի տանք ու ես դեմ լինեմ դրա։ Անկեղծորեն ու բաց կարող եմ ասել, որ ոչ չի եղել որևէ հեռուստատեսությունում, որտեղ ես աշխատել եմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են ձեզ Instagram-ում, իսկ նրանք 40,000-ից ավելի են, տեսել են ձեր բիոյում գրված տարատեսակ ոլորտները, որտեղ դուք ծավալում եք գործունեություն, դրանց մասին խոսելու ենք հաղորդման երկրորդ հատվածում, իսկ այս հատվածում հասկանանք, թե ինչ եք պատրաստելու այսօր մեզ համար։ Այսօր ես ձեզ համար պատրաստելու եմ մեղուն նորից առաջին։ Մեղվով ապուր։ Հետաքրքիր կլիներ, չէ, հավով տապակա եւ աղցան եւ ընթացքում ինչ մտքներովս կանցնի։ Նույնիսկ այդպիսի հնարավորություն ունենք ընտրելու։ Այո, մենյուն ես քիչ անց կմոտեցնեմ, հա։ Վստահաբար։ Եթե ունենք ընտրության հնարավորություն, ես տեսնում եմ, որ Բաքում կա տեղադրված մանղալ, միգուցե նրա օգնությանը կդիմենք, բայց լավ, ինչպես դուք կորոշեք ի վերջո։ Մենք գնումներ ունենք կատարելու, ճիշտ է։ Այո։ Գնանք գնումներ կատարելու, որից հետո արդեն կվերադառնանք եւ կհասկանանք, թե ինչպես եք արարում դուք խոհանոցում։ Շատ վերամբարձր այդ խոսքը իհարկե այն ամենի վերաբերյալ ինչ ես անում եմ խոհանոցում, պիտի շատ համեստ լինեմ ու ասեմ, որ հրաշքներ չեմ գործում, բայց կփորձենք ձեզ սոված չթողնել։ Սիրով, շնորհակալություն։ Դե գնանք գնումներ կատարելու։ Բայց ինչով է պայմանավորված, որ չեք արարում խոհանոցում, հրաշքներ չեք գործում։ Ոչ թե նրա համար, որ անտաղանդ եմ, այլ ուղղակի քիչ է ժամանակը, երթվում եմ, որ ես չեմ հասցնում։ Բայց կարճ ժամանակում էլ չէ հնարավոր է հաստատ արվեստի գործ ստեղծել։ Ձվածեղ, բոլոր վարիացիաներով, լոլիկով, բաստուրմայով, սուջուխով։ Չէ, իրականում սոված հաստատ չենք մնում ոչ ես, ոչ ընտանիքս։ Որովհետև կողքը կան տարատեսակ ուտեստի կետեր, որտեղից կարելի է մի բան պատվիրել։ Չէ, այդ առումով չէ, դա իհարկե միշտ փրկություն է, բայց ես տենց ինչ-որ բանի չեմ վերածել կուրքի այդ խոհանոցում լինելը եւ չեմ համարում էլի, որ կնոջ մեծագույն բանը դա ձեռքբերումը խոհանոցն է։ Կատարյալ լինել դա։ Դե գնացինք գնումների։ Ձեր Բաքում ենք Լիլիթ, ժամանակն է գնումներ կատարելու, ասացիք, որ ոչ երկար ժամանակ է, որ ապրում եք այստեղ, բայց ինչպես նկատում եմ, Բակը շատ բարեկարգ վիճակում է գտնվում, այգու հատվածը հատկապես, ով է զբաղվում այս ամենի մշակմամբ։ Հայրիկս է մշակում իր ձեռքով, բայց որ այս ամենի համար ամեն օր շնորհակալություն ենք հայտնում իրեն, որ կարող ենք ամեն օր շարթնանալ, այստեղ նստել այս հիրուն տեսարանում, սուրճ խմել, այս ամեն ինչից օգտվել, իհարկե հիմա արդեն խաղողի սեզոնն ավարտվել է, ցավոք էլ խաղող չկա, բայց մյուս մրգերը կան, այնպես որ այս հրաշք այգի է։ Կարողանում եք օգտվել էկոլոգիապես մաքուր մթերքից։ Այո։ Ինչ է անհրաժեշտ մեզ գնել խանութից։ Պիտի շատ անկեղծորեն ասեմ, որ հիմնական մասը արդեն ես գնել եմ, բայց հաղորդման ֆորմատը չխախտելու համար անկեղծության չափաբաժինը շատ է, էլի։ Մենք գնանք եւ գյուղի խանութից համել կտեսնեք, թե ինչպիսին են լինում գյուղի խանութները, մեծ սուպերմարկետներից անդին, ինչ որ բաներ կգնենք ամեն դեպքում։ Կգնենք, ենթադրենք, մածուն թան պատրաստելու համար եւ վստահ եմ հացը չեք պատրաստում տանը, այսինքն հացի կարիք ամեն դեպքում լինելու է, ճիշտ է։ Գնացինք, համեցեք Լիլիթ, դուք չունեք մեքենա, գնալու ենք մեր մեքենայով։ Իհարկե Երևանից դուրս մի փոքր չեմ պատկերացնում ինչպես եք տեղաշարժը կազմակերպում, բայց ամեն դեպքում ունեք լավ ընկերներ։ Լիլիթ, ես վստահ եմ դուք Երևանում ունեք բնակարան։ Ես խորհուրդ կտայի այդքան վստահ չլինել։ Լավ։ Որովհետև մենք ապրում ենք Վարձով Երևանում։ Բայց ամեն դեպքում կա Երևանում վայր, որտեղ բնակվում եք։ Իհարկե, մեր օրերում անհնար է իրականում գյուղից ամեն օր գնալ Երևան գալ, թեև լիքը մարդ իրականում այդպես աշխատում է, բայց հարմար չի։ Անցումը գյուղից քաղաք եւ քաղաքից գյուղ, ինչպես է տրվել ձեզ, հեշտ թե դժվար։ Ուսանողական տարիներին դա անհնարին էր թվում, այլևս այդքան երկար ճանապարհ ամեն օր անցնել գնալը եւ որոշեցինք ծնողներիս հետ, որ պետք է ընկերուհիներով ապրենք Երևանում Վարձով ու այդ տարիներից ես ապրում եմ Վարձով։ Ճանապարհները այս գյուղում ցավոք սրտի ոչ այնքան բարեկարգ են։ Այո, ինչպես պիտի շատ բաց ասենք, որ գյուղերի մեծ մասում։
Դժվարություններ ամեն դեպքում հատկապես տաքսիներով տեղաշարժվելուց պետք է որ ունենաք վարորդները ինչ-որ չափով նաև պետք է հրաժարվեն ձեզ հասցնել վերջնակետին։ Տաքսիստների հետ կոնֆլիկտներ, չէ, բայց իրականում ամուսնուս հետ ենք հիմնականում մեր մեքենայով ենք գալիս եւ մենք մեր սեփական հայհոյանքներն ենք լավ տալիս եւ մենք լսում ուրիշների հայհոյանքներ կարիք չունենք լսել։ Լավ։ Լիլիթ, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Այնքան բան է պետք փոխել մեր երկրում։ Մենք հաճախ ապրում ենք ինչ-որ մեծ փուչիկի մեջ, որ Հայաստանը դա լավագույն երկիրն է, Հայաստանում ամեն ինչ կատարյալ է, սա ամենալավ երկիրն է, որ հնարավոր է ապրել եւ այլն, բայց մինչեւ մենք չնայենք շատ բաց իրականության աչքերին, ոչինչ չի փոխվելու։ Այնպես որ առաջին այն ինչ ես կուզեի, որ մենք շատ համեստ նայեինք իրականության աչքերին։ Տեսնեինք, թե որտեղ ենք մենք, որտեղ են ուրիշները ու որոնք են այն ճանապարհները, որոնցով մենք պիտի փորձենք գոնե տարիների ընթացքում հասնել այնտեղ, որտեղ ուրիշները արդեն հիմա են։ Որն է ամենաակնառու խնդիրը, որը ձեզ համար ամենախոցելի թեման է։ Ասում եք ուրիշները մի վայրում են, մենք մեկ այլ վայրում ենք։ Ամենաառաջին խանգարող հանգամանքը ձեզ որն է, որ մենք հետ ենք։ Բնականաբար սոցիալական խնդիրը, աշխատանքի խնդիրը։ Այստեղ շատերը, գիտեք, Հայաստանում ասում են աշխատանք, այս երկրում կա, այս երկրում աշխատանքի խնդիր չկա, այո, այս երկրում աշխատանքի խնդիր չկա եւ դրա վառ ապացույցը հազարներով եւ տասնյակ հազարներով հնդիկներն են, որոնք եկել են ու Հայաստանում աշխատում են։ Հայաստանում խնդիրը աշխատավարձն է եւ այդ աշխատավարձին համապատասխան կյանքի որակը, որտեվ այդ աշխատավարձին համապատասխան կյանքի որակը այն է, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը կասկադից դուրս։ Եկեք մի քիչ ու ես նաև ինչու ուզեցի, որ մենք գյուղում նկարենք սա, որպեսզի նաև տեսնենք, թե ինչպիսին է կյանքը այդ շքեղ բնակարաններից, գեղեցիկ կասկադի սրճարաններից դուրս։ Շնորհակալություն Լիլիթ, մտորելու բազմաթիվ առիթներ տվեցիք, մենք կհանդիպենք արդեն խանութի դիմաց։ Հասանք ի վերջո խանութին։ Այո։ Դուք հասցնում եք հաճախ օգտվել խանութներից, թե ունեք այն ամենը, ինչը անհրաժեշտ է առաջին սպառման համար եւ կարողանում է բավարարել ձեր պահանջները, այսինքն հավկիթը, հավը, թեկուզ կաթնամթերքը։ Եթե գյուղի տան մասին է խոսքը, ապա այդ առաջնայինները հիմնականում կան, այսինքն մրգեր, հավկիթ, տնական եւ այլն։ Իրականում հավերն էլ հատուկ գնել ենք ու պահում ենք, որպեսզի տնական ձու ունենանք առաջին հերթին երեխայի համար, թե չէ ենք խանութներից վաղուց արդեն օգտվում էինք, բայց այս խանութ շատ վաղուց չեմ եկել գյուղի, որովհետև հիմնականում Երևանում ենք լինում եւ շատ հատուկ կերպով ենք ձեզ հյուրընկալել այստեղ։ Հավը, որը այսօր պատրաստելու եք, նույնպես տնական է, նույնպես ձերն է։ Ոչ, նախընտրում ենք։ Ոչ, մեր հավերին շատ սիրում ենք։ Նախընտրում ենք ամեն դեպքում։ Նախընտրում ենք նրանց ողջ բանը։ Հասկանալի է։ Դե ասեք, ինչ է անհրաժեշտ։ Գնանք տեսնենք մածուն։ Կաթնամթերքը ձախ կողմում է, խնդրեմ դուք կտեսնեք այն։ Կարծես դուք ես գյուղից լինեք, Վահան ջան։ Ես մի փոքր ուշադիր եմ, ոչ թե գյուղից, այս։ Կարծում եմ կգտնեք հեշտ եւ ուրիշ, այսինքն թանեք մեզ համար պատրաստելու։ Ինչ կուզեք։ Խնդրանքս չմերժեցիք։ Այո։ Եվ հաց։ Եվ հաց։ Եվ հաց։ Դե գնացեք Բայց ամեն դեպքում մենք ասացինք, որ գալիս ենք գյուղի խանութ, սակայն գյուղական մթերք ցավոք սրտի չկարողացանք շատ գտնել։ Այո, այս պահին։ Այս պահին դե կյանքը, ինչպես դուք ասացիք, այդ ամենը մնացել է նախորդ դարում, կյանքը առաջ է գնում։ Այո, դա փաստենք, որ գյուղերը մեր այլևս մեր իմացած հին գյուղերը չեն, որտեղ մարդիկ ոչ ինտերնետ ունեն, ոչ հեռուստացույց, օգտվում են միայն տնական, բնական մթերքներից, սարի մածուն են ուտում եւ միայն կենթանիներ պահելով են ապրում, ոչ սիրելիներս։ Գյուղում կյանքը այլևս այնպեսին է, ինչպեսին կասկադի կենտրոնում։ Շատ լավ է։ Ասում էլի սուտ, լրիվ սուտ։ Լիլիթ, կողմնորոշվեք, թե ինչ հաց եք գնելու, մենք ձեզ կսպասենք արդեն դրամարկղի դիմաց։ Շատ բարի։ Քանի որ մենք ի սկզբանե շատ անկեղծ պայմանավորվել էինք, որ ամեն ինչ կա արդեն տանը, սա պարզապես կադրի համար էր, սիրելի հերոս։ Մեր ընդհանուր գնումները կազմում են 900 դրամ, Լիլիթ, առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։
Ոչ, շնորհակալ եմ։ Իսկ եթե ավելին լիներ կթողնեիք, որ մենք վճարեինք։ Իրոք։ Այո։ Կարող եք գնումներ կատարել, մենք կվճարենք ձեր Չէ, փոխարեն։ կատակ եմ անում։ Լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, հաջողություն։ Վստահ եմ թանով այսօր կզարմացնեք մեզ։ Կախարդական թան է սա լինելու, սովորական չի։ Լիլիթ, սուրճի սիրահար եք թե ոչ։ Շատ, սուրճը ինձ համար ամենակարևոր ըմպելիքն է առավոտյան։ Դե ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաև համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, անպայման կփորձենք սիրով։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, ես օգտվում եմ սլաբադայից եւ շատ հավանում եմ, շնորհակալ եմ։ Դե ինձ ոչինչ չի մնում ավելացնելու, բարով վայելեք։ Լիլիթ, ասացիք, որ խոհանոցում հաճախ չեք լինում, բայց վստահ եմ, որ նրբություններից տեղյակ եք, թե ինչ է պետք լավ սնունդ պատրաստելու համար։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով այսօր մենք հենց կօգտագործենք Մառանիկ։ Հասանք արարման փուլին, Լիլիթ։ Մեր առջև դրված է այն մթերքը, որը մենք այսօր օգտագործելու ենք։ Խնդրում եմ նշենք ինչ է անհրաժեշտ այս ջեռեփուկը պատրաստելու համար, ես կթվեմ դրանք։ Եգիպտացորեն, պղպեղներ, կարտոֆիլ, սոխ, չերի տեսակի լոլիկ, սունկ, բրոկոլի, նախապես մարինացված հավ։ Ինչպես եք մարինացրել հավը, Լիլիթ։ Մամ, չէ՞ որ բայց իրականում մաման է մարինացրել, բայց ես տեսել եմ, այն որ ասում եմ, ես տեսել եմ ինչ որ մեկը ոնց էր ուտում, հիմա իմ դեպքն է։ Հիշեք ինչ եք, պատմեք ինչ եք ռոզմարին է, հիշում։ սխտոր, նարինջ եւ մանդարին, գազար, Այո։ հավն էլ բնական մաքուր կյանքով ապրած։ Այո։ Չգիտեմ իրականում կյանքի մանրամասները, մեր հավը չի, մեր հավերը, ես Դավիթին կխնդրեմ մի քիչ այս կողմ գամ, կենթանի ողջ եւ առողջ այնտեղ ազատ բնության մեջ։ Ահա եւ բադիկները վերջապես միացան մեզ։ Շրջվում են բադերի համար մեր։ Իրենք պարզապես դեկորացիայի համար են։ Մենք իրենց ոչ մի տանջանքի, կտանքի չեն ենթարկում։ Իրենք իրենց ազատ կյանքով ապրում են իմ հայրիկի մշակած այգում։ Լիլիթ, ներողություն եմ խնդրում, որովհետև մենք կադրի էլ ավելի դիտարժան լինելու համար 3 լամպ ուղակի զրկեցինք կյանքից, բայց ինչևէ հետո կվերադարձնենք նրանց։ Ինչ ենք անելու, խնդրում եմ ինձ տվեք հանրարարություն, ինչպես նաև մտածեք անուն ձեր պատրաստած ուտեստի համար, որովհետև համ տեսելուց մենք այն պետք է անվանակոչենք։ Շատ լավ։ Հնդածս կմտածենք ինչ անել։ Ես իհարկե մի քանի գաղափար ունեմ, օրինակ մամայի գտած բաղադրատոմսը, thank you mom, ինչ որ տարբեր տարբերակներ կարող լինեն, էլի։ Սա ի սկզբանե ասենք, որ արդեն պատրաստ է իրականում ջեռոցում դնելու, տանք մամային, որ դնի ջեռոց, բայց սա մի մասն է միայն մեր ուտեստի, մնացածը մենք միասին պատրաստենք։ Համոզեցիք։ Դե դա վերադարձրեք, հետ եկեք։ Վերադարձնենք։ Այո, վերադարձրեք մայրիկին։ Վերադարձնենք մայրիկին։ Այո, վերադարձրեք մայրիկին, մենք կմիանանք մի փոքր ավելի ուշ։ Վերադարձակ դուք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հիմա ինձ տվեք հանձնարարություն։ Վահան ջան։
Կտրում ենք Չէ, էլ կասկածում, ես պղպեղ կտրատելու դոկտոր եւ պրոֆեսոր եմ արդեն։ Ինչպես են կտրատում։ Ոչ շատ մանր։ Երկարությամբ։ Չէ, ցանկալի է քառակուսիներով եւ ոչ շատ մանր։ Շատ լավ։ Մենք միաժամանակ եւ կգործենք եւ կզրուցենք, Լիլիթ։ Սիրով։ Դուք նաեւ մասնագիտությամբ թուրքագետ եք։ Այո, իմ առաջին մասնագիտությունն է դա։ Եվ Մենք այստեղ։ ինչ կասեք վերջին շրջանում բուրըն քննարկումների առիթ դարձած այդ սահմանային անցակետի բացման մասին, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Որպեսզի շատ չլրջացնենք մեր այս ոչ այնքան լուրջ ֆորմատի հաղորդումը։ Ոչ, դուք սխալվում եք, շատ լուրջ ֆորմատի հաղորդում է։ Ու ես սկսեմ շատ լուրջ թուրքագիտական վերլուծություն անել էլի այս ամենի մասին։ Բայց մի բան հստակ է, ոչ ոք չի ուզում ապրել թշնամության մեջ։ Ես ես նաև վստահեցնում եմ, որ թուրքերը եւս եւ նույնիսկ ադրբեջանցիները չեն ուզում ապրել թշնամության մեջ։ Այստեղ խնդիրն այն է, թե ոնց ենք մենք երկու կողմերս կամ երեք կողմերը պատկերացնում այդ խաղաղությունը եւ այդ արդար խաղաղությունը բոլորիս պատկերացումներում նույնն է, թե նույնը չէ։ Դուք օրինակ ինչպես եք տեսնում։ Արդար խաղաղությունը բոլոր կողմերի համար չի կարող ունենալ նույն հատկությունը, այսինքն չի կարող այն խաղաղությունը, որը մեզ համար է արդար, լինել նաև արդար ադրբեջանցիների համար։ Մեզ համար արդար խաղաղությունը Արցախի հայկական մնալն է։ Կամ արցախցիների առնվազն այնտեղ վերադառնալու իրավունքը պաշտպանելը եւ այլն։ Ադրբեջանցիների համար արդար խաղաղությունը բոլորովին դա չի։ Դրա համար այստեղ խնդիրն այն է, թե ոնց կդասավորվեն ուժերը, թե մեր, թե միջազգային ուժերը եւ ինչ իրավիճակ կստանանք տարիների ընթացքում։ Ժամանակակից աշխարհում անդադար լսում ենք պատերազմների, հարևանների կոնֆլիկտների մասին, ինչ ենք անում այս կարտոֆիլի հետ։ Կարտոֆիլի հետ էլի նույնը, ինչպես դաժան վարվեցինք պղպեղների հետ։ Այսինքն քառակուսիներով ուղակի կտրատում ենք առանց կլպելու։ Այո, առանց կլպելու։ Ժամանակակից աշխարհն անդադար պատերազմում է, հատկապես հարևանները հարևանների հետ։ Ըստ ձեզ, հարևանների հետ պետք է ունենալ չեզոք դիրք, թե ամեն դեպքում պետք է ունենալ լավ բարի դրացիական հարաբերություններ։ Բարի դրացիական հարաբերությունները կախված են երկու կողմից։ Եթե հարևանը եւս ուզում է քեզ հետ ունենալ բարի դրացիական հարաբերություններ, ապա միայն լավ է նույն կերպ պատասխանելը եւ ժամանակակից աշխարհի թելադրանքը հենց դա է։ Բայց մենք ցավոք այն հարևանները չունենք, որոնք մեզ հետ երազում են միայն բարի դրացիական հարաբերությունների մասին։ Ես իհարկե նշեցի, որ ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ուզում, այո, բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ։ Բայց մեր հարևանները այդպես է ճակատագիրը, հա, ստացվել մեր, որ այնքան էլ հակված չեն հայերի մասին մտածելու եւ մեր իրավունքները եւս հարգելու։ Լիլիթ, ես նախորդ կադրում ցուցադրում էի իմ տապալումը, որովհետև ես մտածում էի, որ պղպեղի պես պետք է կտրատել կարտոֆիլը, պարզվեց երկարությամբ է պետք, այնպես որ այս փոքրիկ բաց թողման համար խնդրում եմ լինել ներողամիտ։ Դժբախտություն իհարկե տեղի չի ունեցել, որովհետև կարտոֆիլն իր հատկությունները չի փոխի դրանից։ Մենք այս ամենը պետք է տեղադրենք ջեռոցի մեջ առանձին։ Բոլորը միասին։ Բոլորը միասին, այսինքն հավը առանձին է, իր կյանքով ապրում այս պահին ջեռոցում, սրանք առանձին են ապրելու իրենց կյանքում։ Խոսենք նաև ձեր Instagram-յան էջի մասին, ես կրկին բաց թողում արեցի, ոչինչ, ներելի է, չէ, ասացիք որևէ բան անդառնալի հետևանք չի ունենալու։ Այդ կյանքում ընդհանրապես այնքան քիչ բաներ կան, որ անդառնալի հետևանք ունեն։ Ամեն դեպքում լուրերի մեկնաբանը, ինչպես դուք ասացիք, հանրության մեջ ընկալվում է որպես ուսուցչուհի կամ ուսուցիչ, ինչպես ընդունված էր կարծել, որ նրանք հաց չեն ուտում, այո։ Բայց դուք այո, զուգարան չեն գնում։ Այդպես նորմալ մարդիկ չեն։ Ինչպես եղավ, որ դուք որպես լուրերի մեկնաբան ամեն դեպքում մարդկանց մոտ կա կարծրացած կարծիք, որոշեցիք փոխել ուղղվածությունը։ Եվ ցույց տալ, որ նաև մարդ եմ։ Այո, եւ ցույց տալ, որ նաև չեք հավատա, բայց նաև մարդ ունեք։ Եվ ինչով ներկայացաք հանրությանը։ Առաջին ձեր կոնտենտը կհիշեք ինչպիսին էր։ Եթե
չեմ սխալվում, առաջին անգամ որոշեցի ցույց տալ մեր տան պատերը, որոնք Լուսեն ներկել էր, մատիտով ամբողջը նկարել էր ու ցույց տվեցի մեր տան պատերը ու ասի, որ դա նորմալ է։ Ու հակառակը ուրախացեք, որ ձեր երեխեքը նկարում են տան պատերին, որովհետև դա նշանակում է, որ իրենց երևակայությունը մի թղթի կտորի սահմաններից ավելին է։ Ու հետաքրքիր ձևով այդ ռիլը միայն դրական արձագանքներ չգեներացրեց իր շուրջը, որովհետև միանգամից ինչ-որ մայրիկների եւ սկեսուրների մի հատ խումբ եկավ, որ ասեց՝ «Վայ, ոչ, դա չի կարելի երեխային թող ոնց կարելի է նման բան անել»։ Շատ նորմալ են վերաբերում, բնական է, ամեն ինչին կարող են 10 հոգի ասել, «Վայ, ինչ լավ է», կամ 20 հոգի ասել, «Ոչ, համաձայն չեմ» եւ այլն։ Բայց առաջին անգամ որտես մեծ արձագանք ունեցավ այդ թեման, դա էր ու ես հասկացա, որ պետք է խոսել, լիքը ոչ լայն ընկալելի թեմաներ կան, որոնց մասին կարելի է խոսել ու չեն խոսում, ու ինչու՞ չէ, եկեք խոսենք, ինչ խնդիր կա։ 21-րդ դարնաբաց խոսենք ամեն ինչի մասին։ Ըստ ձեզ, որպես մայրիկ նաև, ինչպես պետք է դաստիարակել երեխաներին, տալ լիակատար ազատություն, ինչպես անում են ճապոնացիները, օրինակ, մինչև 7 տարեկան որևէ բան չեն ասում, չի կարելի, թե ամեն դեպքում ինչ-որ սահմաններ թույլ չտալ, որպեսզի նրանք անցնեն։ Ինչ-որ սահմաններ թույլ չտալը անպայմանորեն պիտի բացատրվի, ինչի համար թույլ չտալ։ Սա չի կարելի, որովհետև, պիտի այդ որովհետևը անպայմանորեն լինի, այդ նախադասության այդ չի կարելի արտահայտությունից հետո պիտի լինի։ Որտեղ երբ որ դու ուղղակի ասում ես չի կարելի, իր մոտ հարց է առաջանում, իսկ ինչի չի կարելի։ Իսկ ինչ կլինի, որ անեմ։ Կա էլի, դրա համար երբեմն ամուսինս օրինակ, երբ անգամ մի քիչ վտանգավոր, եմ տաքը ինչ-որ բան, հանկարծ իրան մի վնաս կտա, ես անընդհատ ինձ բնազդաբար գնում եմ, որ իրեն թույլ չտամ դա անել, բայց ամուսինս այդ բանի իրավիճակը գնահատում է, որ այնքան էլ վտանգավոր չի լինի դա, ու թող ինքը այո, մի հատ փոքրիկ մի հատ մատով տա, հասկանա, որ դա տաք է, որ դրան չի կարելի, ու այլևս ինքը ինքնուրույն կհասկանա, թե ինչն է խնդիրը, այդ չի կարելի։ Ու այդ մեթոդը ինձ թվում է հետագայում էլ իրան պետք կլինի։ Երբ որ ինքը այդպես մեծանա, հասկանալով, որ յուրաքանչյուր չի կարելի, ունի իր պատճառը, ինքը հետագայում կարիք չի ունենա այլ մարդու, ով կասի իրան, թե ինչի չի կարելի, ինքը ինքնուրույն ամեն ինչ կհասկանա, կվերլուծի։ Ձեր ամուսինը բժիշկ է մասնագիտությամբ, դուք լրագրող։ Այո։ Ինչ մասնագիտություն կցանկանաք, որ ընտրի ձեր փոքրիկը։ Այն, ինչ ինքը իսկապես կուզի, ես ու ամուսինս հստակ որոշել ենք, որ իրեն որևէ ուղղվածության չենք դրթելու եւ այնինչ ինքը կցանկանա, այնտեղ էլ կգնա։ Բնականաբար ես կուզեմ, որ լինի հեռուստատեսության մարդ կամ լրագրող, ինքը կուզի, որ լինի բժիշկ եւ այլն, բայց մենք երկուսով որոշում ունենք, որ դառնա նա, ով կուզի ինքը, չգիտեմ, կուզի վերցնի կտավը եւ, չգիտեմ, գնա սարերում նկարչություն անելու, ուրեմն թող այդպես անի, կուզի ակադեմիական կրթություն ստանալ ու շարունակել, թող այդպես անի։ Ըստ ձեզ, ինչ է անհրաժեշտ լավ լրագրող լինելու համար։ Հեշտ հարց չի իրականում։ Պարզ հարց, բարդ պատասխան։ Նախ եւ առաջ սիրել քո մասնագիտությունը, որովհետեւ երբ որ դու չսիրեցիր լրագրությունը, դա տանջանք է ուղղակի։ Ես նաև գիտեմ այո լրագրողների, ում համար դա տանջանք է, ռեալ այդ մարդիկ ամեն օր տանջվում են գործի տեղում, էլի։ Ուղղակի այդպես է ստացվել, որ չգիտեմ, ընդունվել են ժուրնալիստիկա, այդտեղ են սովորել, հիմա պիտի աշխատեն, այդտեղ գործ են գտել, աշխատում, բայց դա տանջանք է իրանց համար։ Առաջինը պետք է սիրել ժուրնալիստիկան, պետք է սիրել մարդկանց հետ շփվելը, ինչ որ մի բան մարդկանց տալը, ինֆորմացիա իրենց տալը, իրենց համար ինչ որ մի բան ճշտել, իրենց հետաքրքիր ձևով ներկայացնելը, առաջին հերթին մարդկանց սիրելը, որտեղ սա մասնագիտություն է մարդկանց մասին, մարդկանց համար։ Նախորդ դարում բազմաթիվ էին դեպքերը, երբ լրագրողները լրագրողական հետաքննություն սկսելու ընթացքում հանդիպում էին բազմաթիվ դժվարությունների։ Այո։ Այսօր կա այդ խնդիրը։ Այո, իհարկե կա։ Հետաքննող լրագրողները հատկապես մեր երկրում եւս իդեպ հետաքննող լրագրողների արած հետաքննությունների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում, հենց նրանք են վերհանում ինչ-որ հանցագործություններ, ինչ-որ ապօրինի գույք
մեր երկրում այլ օրինակ հետքը հրաշալի գործ են անում իմ հետքի գործընկերները ու իրենց արած աշխատանքը անգնահատելի է։ Նաև կա OCCRP-ին, որը մեծ այդ կոռուպցիոն սխեմաներն է բացահայտում ու հենց OCCRP-ի շնորհիվ էլ այդ լրագրողների շնորհիվ էլ լիքը գործեր աշխարհում բացահայտվում են, քրեական գործեր են հարուցվում, լիքը մարդիկ իմանում են կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մասին եւ օրինակ Ալիևների հայտնի այդ սխեման հենց OCCRP-ին բացահայտեց եւ այդ խավիարի գործ կոչված է եւ այլն։ Շատ կարեւոր մասնագիտություն է սա եւ շատ ավելի մեծ դաշտի վրա ազդող, քան գուցե շատերին թվա։ Սպառնալիքներ մինչև օրս հնչում են, այսինքն լրագրողների հասցեին, որ մի արեք այդ ամենը, որովհետև միգուցե դրանք ձեզ համար կունենան անդառնալի հետևանքներ։ Այո, ոչ ուղղակի երբեմն, բայց իհարկե կա այդ երևույթը։ Ոչ ուղղակի, ինչ որ տարբեր խողովակներով անցնող, անուղղակիորեն, ակնարկներով, պատահականորեն եւ այլն, բայց միանշանակ կան, այդ երևույթը կա, անձամբ իմ նկատմամբ երբևէ չի եղել, բայց Հայաստանում եւս մինչ օրս կա, ես ունեցել եմ գործընկերներ, որոնց կոնկրետ ազդակներ են եղել, որ պետք չի այդ հարցը տալ ինչ որ մեկի սրտով չի եւ այլն, պետք չի ինչ որ նյութի վրա խորանալ եւ այլն։ Եվ հետաքննող լրագրողների մեջ շատ ավելի կա այդ խնդիրը, քան ոչ հետաքննողների, այսինքն տարբեր բաժանումներ կան, հա, այդ մյուս խմբի լրագրողների մասին է խոսքը։ Մի պահ հասկանանք ինչ են կանում այս ուտեստի հետ։ Այո, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Այստեղ մենք մեր ձեռքի տակ ինչ գտանք, կտրատեցինք։ Սա երբևէ պատրաստել եք Լիլիթ, թե իմպրովիզ է այսօր եւ պրեմիերա մեր եթերում։ Իրական պրեմիերա է, հա, պես չի որ։ Սունկը եւ լոլիկը ավելացնելու ենք այս ամենի վրա եւ կրկին ուղարկելու ենք ջեռոցը։ Որ ամեն ինչ գտնենք, ավելացնելու ենք այստեղ։ Լավ, շատ բարի, հասկացա։ Սունկը ակարիք կտրատելու միգուցե ես կարող եմ ձեզ օգնել այս ընթացքում։ Չէ, սունկը ամբողջական կդնենք։ Լոլիկը։ Բայց, Վահան ջան, այստեղ կա գազար, որը կարիք կա կտրատելու, համեցեք։ Կլպելու եւ կտրատելու, թե առանց կլպելու։ Կարող ենք նաեւ առանց կլպել։ Կարող։ Ձևը կասեք կտրատելու։ Կլոր։ Բարի, կլոր։ Մեր եթերաժամանակը այս հատվածի համար կամաց ավարտվում է, խնդրում եմ անցնել վերջնական։ Ինչ ենք անում։ Վերջում այստեղ դիթապտղի ձետ կավելացնենք, բայց ցանկալի է տապակի մեջ, ոչ թե տապակի կողքերին։ Շատ ցանկալի է այդ պահը։ Ավելացնելու ենք նաև սունկը, ավելացնելու ենք լոլիկը եւ կրկին խնդրելու ենք, որպեսզի մայրիկը ուղարկի դա ջեռոցը, համեմում ենք սև պղպեղով։ Այստեղ տեսնելու ենք, թե ձեր հովանավորները ինչեր են մեզ բերել։ Այո։ Սև պղպեղ։ Այո։ Փորձելու ենք էլի շրջանը։ Աղ։ Անպայման։ Եվ որքան ժամանակ սա պետք է մնա ջեռոցում, ըստ ձեզ։ Բայց ըստ ձեզ, ըստ մայրիկի չէ, ըստ ձեզ։ Մի 15 րոպե, մամ։ Եվ ու մամայի հուշացը 14։ Լավ։ Շատ կոնկրետ է։ Ես կարող եմ ձեզ ընթացքում օգնել իհարկե, սունկը կարող էի տեղավորել, որպեսզի սունկը նույնպես համեմ վեր ձեթով եւ մնացած համեմունքներով։ Սունկը պարզապես վերջում կդնենք, սունկի վրա նաեւ մի քիչ կարակ կդնենք։ Առանձին ենք, այսինքն։ Չէ, պարզապես որ վրան լինի։ Սունկը անհրաժեշտ չէ աղով համեմել, ճիշտ եմ հասկանում։ Աղով վերջում ամեն ինչ կանենք։ Պարզապես այս պղպեղները բարիք չկասենք։ Շատ բարի։ Լոլիկ տեսանք, չէ։ Այո, տեսանք։ Լիլիթ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես ժամը 12-ից այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաեւ կենտրոն հեռուստաընկերությամբ։ Փոքրիկ գովաստ մեր մասին, իսկ դուք հիմա տեսնում եք թե ինչպես եք գեղեցիկ կերպով այս ամենը դասավորում։ Մեր հեռուստադիտողները եւս հիշեցին Վահանի ասած ամբողջ ինֆորմացիոն տեքստը, որ կարելի է դիտել։ Եվ բաժանորդագրվեցին այս ընթացքում նաև։ Պոչերով դնում ենք։ Այո։ Վստահ եք Լիլիթ։ Պոչերով, վստահ։ Եթե սա առաջին անգամ եք պատրաստում, բարի խորհուրդ լսեք։ Մամայի ուղարկած վիդեոյում պոչերով էր։ Լավ, շատ բարի։ Դե մենք երևի թե հանդիպենք արդեն սեղանի շուրջ, երբ այս ամենը կհամտեսենք։ Այո, սիրելիներս, այո։ Շատ լավ, շնորհակալություն։ Մի բան էլ հարցնեմ, էլի, մամայի ուղարկած վիդեոյում լոլիկը սենց վերևում դրված էր։
Հա, բա որտեղ պետք է դրված։ Ինձ թվում է ամենաներքևում, այո։ Ինքը ճխլվում է, դառնում է իսի ինչ ներքևը։ Իսկ այսպես եփվում է արդյոք։ Բա ինչ, հա։ Հաստատ։ Ինքը ուղղակի շոկ է խաշվելու նման մի բան է լինելու վերջում։ Առանձնապես ինքը եփվելու կարիք չունի։ Միգուցե թարմ, բայց պոչերով դառնահամ է գալու նրանից։ Ման վիդեոսի մեջ պոչերով չէր։ Եվ ինչ է ասում մաման։ Հա, լավ։ Շնորհակալություն մայրիկին, Լիլիթին հրաշալի կերպով օգնելու եւ հուշելու համար։ Մենք արդեն քաղցած սպասում ենք մեր սեղանի շուրջ հանդիպմանը։ Մենք արդեն սեղանի շուրջ ենք, մեզ միացավ ձեր փոքրիկը, Լուսեն, ով լիարժեք արթնացել է եւ հնարավորություն ունենք նրան նկարահանելու, կարծես թե նա դժգոհ չէ։ Մեզ հետ է ձեր հայրիկը, մեր առջև դրված են ձեր պատրաստած ուտեստները, խնդրեմ ժամանակն է, որպեսզի անվանակոչեք դուք այս հավիկը։ Հա, անուն պիտի ինքը ունենար, չէ։ Այո։ Բարի ախորժակ թող լինի նրա անունը։ Թող լինի նրա անունը բարի ախորժակ։ Դե, մեզ բարի ախորժակ, ինչպես դուք ասացիք, հիմա կանցնենք համտեսելուն։ Շնորհակալություն Լիլիթ։ Ես վստահ եմ, շատ շնորհակալ ենք։ Լուիս, դուք մեզ հիացնելու եք։ Խնդրեմ, Լուսե, դու նույնպես կարող ես չխկանել մեզ հետ, ինչպես խոստանում էինք կադրում։ Չէ։ Ինքը հիմա այսպես ամաչկոտ է, բայց ես վստահեցնում եմ, որ տանը բոլորովին այլ իրավիճակ է, տեսախցիկներից այն կողմ։ Դե մեզ բարի ախորժակ, շնորհակալություն Լիլիթ։ Հիմա հասկանանք ինչպես եք պատրաստել։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես, ինչից սկսենք, երևի թե կարտոֆիլից սկզբում։ Տեսնենք։ Բարի ախորժակ։ Իրոք որ բարի ախորժակ։ Շատ համեղ է ստացվել։ Իսկ դուք եք հավատում։ Փափուկ, հյութեղ, ամենակարևորը։ Դե։ Լավ օր եմ մաղթում բոլորիս։ Նմանապես, շատ շնորհակալ եմ, որ եկաք, շատ հաճելի էր։ Լուսեն նույնպես ոգևորվեց եւ դա հրաշալի է։ Եվ խմենք անուն ավելի լավ օրվա, վաղվա, որը անպայման գալու է դեպ։ Շատ լավ։ Բա հիմա սա հավը ինչպես կտրատել, ինչպես մասնատել։ Հիմա տեղի է ունենալու ֆոկուս։ Հոպ։ Ահա, հետո խնդրեմ, չօգտագործված պատարագ։ Եվ հիմա շատ դաժան տեսարան տեղի կունենա մեր աչքի առաջ։ Սա փորձելուց հետո մայրիկին ենք, չէ՞ ասելու շնորհակալություն, հանուն արդարության։ Հա, իհարկե, բայց ի սկզբանե շատ անկեղծ ասել եմ ես։ Որ էս մաման դրեց։ Եվ ինքը առաջարկեց։ Դժվարանում եք կարծես թե, հա, հավը կտրատելուց։ Չի ասի։ Չէ։ Որ այդտեղ էլ դժվարանամ։ Բայց կարող եմ օգնել, օրինակ։ Կտրատեց։ Կարող եմ չօգնել, օրինակ, թողնել, որ տանջվեք։ Ընտրությունը ձերն է, կամքը նույնպես։ Իմեց կտոր է։ Հուսամ դա չեք պատրաստվում ինձ հյուրասիրել, որովհետև 4 հոգու համար նախատեսված կտոր է։ Չէ, խնդրում եմ ոչ։ Խնդրում եմ ոչ։ Փոքրիկացնեմ ավելի։ Այո, փոքրիկացրեք նրան։ Արդեն դառնում է նորմալ մարդկային չափերի։ Ու սիրելի հեռուստադիտողներ, դուք իրականում չգիտեք թե ինչպես ենք մենք խոսում իրար հետ տեսախցիկից այն կողմ, այսպես պաշտոնական, հա, մենք պաշտոնական չէ հավ ենք կտրա։ Լիլ ջան փրթի հետ հավանել։ Հələ փրթի։ Այ դուրի։ Դավիթ Լուսե։ Ճիշտ է։ Մեր իրական դեմքի վերջը ցույց տվեցինք, էլի։ Այո, ես ասել էի, այս հաղորդումը անկեղծության մասին է։ Հա, մենք էլ էս քանի տարի է փորձում ենք հասկանալ ինչի մասին է այս հաղորդումը։ Ոչ, իսկ սկզբանե ֆիքսենք, որ տոքսիկոզի մասին չի, տոքսիկ հարցերի մասին չի։ Որտեւ երբ որ գալիս ենք իրար տուն եւ իրար հետ հաց ենք կիսում, դա հաստատ թունավոր հարցեր տալու մասին։ Ես մի հատ այլ փորձեմ հասկանամ ինչպես ստացվեց ի վերջո մայրիկի մոտ սա պատրաստել է։ Հա։ Որ ապրի մաման, հա։ Այո։ Ես հատուկ էի ձեզ այսօր այստեղ հրավիրել, որովհետև այստեղ տեսարանը, գյուղը, մաքուրոթը շատ ավելի հարմար էր։ Կարծում եմ այս ֆորմատին։ Թե չէ, սիրելի հեռուստադիտողներ, մենք մեր Երևանի բնակարանում կեփեինք առանց որևէ ծառերի տեսարանի, տխուր կլիներ, չէ։ Լիլիթ, ավարտվեց մեր եթերաժամանակը 3, այնպես որ բարի ախորժակ եւ շնորհակալություն համեղ հավիկի համար մայրիկին։ Շնորհակալ եմ։ Չխկ։
Դուք շատ թերահավատորեն էիք մոտենում պատրաստման ընթացքին, Լիլիթ, մինչդեռ պետք է ասեմ, որ այն ձեզ մոտ ստացվեց հրաշալի եւ կարողացաք մեզ զարմացնել։ Շնորհակալություն մեզ Երևանյան թողուբոհից կտրելու եւ այս գյուղական միջավայրում հյուրասիրելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ ձեզ անչափ շնորհակալ, իսկապես շատ հետաքրքիր անցավ։ Իդեպ սա մի հաղորդում է, որ ինձ եւ իմ սերնդակիցների համար միայն հեռուստացույցից այն կողմա տեղի ունեցել ու բոլորս ինչ որ մի պահ երազել ենք, որ վայ Երանի իրենք մի օր մեր տուն գային։ Դա այսօր տեղի ունեցավ իմ կյանքում եւ մաղթում եմ, որ ձեր կյանքում եւս դա տեղի ունենա։ Շատ հրաշալի անցավ, շատ շնորհակալ եմ։ Հրաշալի էր։ Մենք նույնպես շնորհակալ ենք, լավ մնացեք, հաջողություն։ Ցտեսություն։ Հրաշալի անցավ, վայ փաստորեն մի քանի բան ֆիքսեցինք։ Ես կարող եմ պատրաստել, ջեռոցը հրաշալի էփում է։ Մաման երբ որ կա բոլոր խնդիրները լուծված են, ճիշտ էր փաստորեն իրենց այստեղ կանչել է, ոչ թե Երևանի տուն, բայց լավ, կատակը մի կողմ, շատ շնորհակալ եմ, հրաշալի անցավ ու ես կսպասեմ ձեր կոմենտներին։ Կոմենտներին լավ ես անում, որ սպասում ես, իսկ մեզ հետ սպասում ես, թե ոչ։ Պիտի դեռ հետ գաք։ Պատկերացրու։ Ժողովուրդ։ Դավիթ, արի, սպասում են, Դավիթ, արի։ Եկեք։ Արի, սպասում են արդեն շատ մարդիկ նույնիսկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет нужен. Я добавлю его, он для этого нужен. Кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.